Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբրև սենսացիոն նորություն է հետել ամենայն հայոց կաթողիկոսի մասին, ըստ Փաշինյանի կաթողիկոսը հիշել է, որ հայ առաքելական եկեղեցին ունի կանոնագիրք եւ կանոնագրքին հղում անելով փորձում է հիմնավորել, որ Տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովանավանքում, այն հիմնավորման որ կարգալույծ է հռչակված։ Այստեղ է խնդիրը, որ կանոնագիրք հայոցի համաձայն Կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը եւ այդ փաստի բերումով կարգալույծ է։ Հետևաբար կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովաննավանքում եւ ես ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի նույնպես Հովաննավանքում մասնակցելու եմ Սուրբ եւ անմահ պատարագին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայտարարությունը Տեր Արամ Ասատրյանի կարգալույծ լինելու մասին հայտարարել է, որ եթե առաջնորդվենք նույն տրամաբանությամբ, ապա կանոնագիր հայոցի համաձայն Կտրիչ Ներսիսյանը եւս չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, քանի որ դրժել է կուսակրոնության ուխտը եւ այդ փաստի բերումով ինքը եւս կարգալույծ է գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Փաշինյանի այս մեկնաբանությունը որքան էլ ձևակերպված է եկեղեցական բառապաշարով, ըստ էության հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածին, որը հստակ սահմանում է. եկեղեցին առանձնացված է պետությունից։ Այդ դրույթից բխում է, որ պետական պաշտոնյան չի կարող մեկնաբանել եկեղեցու կանոնները կամ միջամտել հոգևոր կարգապահական որոշումներին։ Կաթողիկոսի կամ որևէ հոգևորականի կարգավիճակը պետական իրավասության հարց չէ, այլ եկեղեցու ներքին ինստիտուցիոնալ որոշում, որը պետությունը պարտավոր է հարգել, անկախ քաղաքական կամ անձնական համակրանքներից։ Այսօր Հովանավանքը դարձել է ոչ թե հավատքի միավորման վայր, այլ հակաեկեղեցական որջը, որտեղ ձևավորվում է պետական իշխանության կողմից հովանավորվող այլընտրանքային հոգևոր օրակարգ։ Եկեղեցու գործերին միջամտությունը պետության արժեզրկման սկիզբն է։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ից 30 աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում վարչապետի աշխատակազմի փոխանցման։ Փաշինյանն այսօր կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հնարավոր չի տապալվի, որովհետև դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել լրագրողների հետ զրույցում, ասաց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նշեց, որ բնականաբար փաստաբանները բողոքարկելու են, իսկ այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են։ Եվ այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր տեխնացուն impeachment-ի գործով որպես վարչապետի տեխնացու։ Պարոն Սարգսյան, դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառով կալանավորեցին քաղաքական պատճառներով։ Ոչ միայն այդ գործընթացի, իր դիրքորոշման պատճառով։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր Սարգսյանում իրավական հարցերով զբաղվողներին խնդրել տեսնել արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառել է, դեռևս ինձ պատասխան չեն տվել, որ կիրառվել է թե չէ։ Շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել, այն պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա։ Պարոն գնալու վիճակը բացառանում է կալանավորել ընդհանրապես։ Մի քիչ կպատմեք ձեր պլանների մասին, ասելու վերջ էլի։ Օրինակ դաշինքներ, չգիտեմ, ինչ տարբերակներ եք մտածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տուն ուղարկեք, օրինակ։ Ինչ ռեալ գործընթացներ կան, օրինակ, ինչ պլաններ կան։ Մենք այլ պլան չունենք, քան impeachment-ի գործընթացը առաջ տանելը։ Եթե ուրիշներ այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն, մենք հաջորդով դա կլսենք։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն արտահերթ ընտրությունների կարիք չի տեսնում։ Լրագրողների դիտարկմանը, թե բոլոր ընդդիմադիրներին ԿՊ-ն կալանավորում է, էլ ինչի համար է պետք նախընտրական շտաբը, Հարությունյանն արձագանքեց, որ բոլոր հանցանք գործողները հայտնվում են համապատասխան տեղերում։ Նա պնդեց, թե իրենք խոսքի համար մարդ չեն կալանավորում։ Մենք ապրում ենք իրավական պետությունում եւ բոլոր նրանք, ովքեր հանցանք են գործում, լինի դա ընդդիմություն, իշխանություն, հայտնվում են համապատասխան տեղերում կամ հարուցվում են համապատասխան վարույթներ։ Մեր մեղավորությունը այդտեղ թերևս այն է, որ
այնուամենայնիվ այդ համակարգերը այնպես արագ չեն բարեփոխվել եւ զարգացել, որպեսզի նմանատիպ գործերը իրենց ժամանակին, այսինքն ոչ թե ավարտվեն մի քանի տարում, այլ ավարտվեն ամիսների ընթացքում եւ նման խոսակցությունները իջիկ կլինեն։ Ազատ խոսքը բերանով է փակում։ Կամ կալանավորվել է այս ընթացքում։ Ընդդիմության ներկայացուցիչներ խոսքի համար կալանավորվել են։ Իշխանության ներկայացուցիչը գրառման համար, հայտարարության մենք խոսքի համար չենք կալանավորում եւ առհասարակ գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի։ Իրավապահները կալանավորվում են համապատասխան քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նկարագրված իրավիճակներում։ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացվել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյանների եւ Բաքվում պատանտարված հայերի։ Մենք մեր այսօրվա ակցիայով ցանկանում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել մեր երկրում տիրող մի շարք խնդիրների ուղղությամբ, որոնցից ամենակարևորը մեր Բաքվում գտնվող ռազմագերիների հարցն է, որը այս իշխանությունները իրենց մատին չեն տալիս եւ ոչ մի բանակցային process-ի ինչ-որ մաս չեն դարձնում թե ռազմագերիների, թե ընդհանրապես մեր Բաքվում գտնվող գերիների յետևյալացի հարցը։ Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք հնարավորինս ինչը որ մենք կարող ենք անել, որպեսզի ընդհանուր ամբողջ աշխարհին եւ պաշտոնյաներին տվյալ դեպքում եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը գրավենք եւ ցույց տանք, որ այս բայ դրությամբ մենք ունենք բազմաթիվ ռազմագերիներ, ովքեր գտնվում են Ադրբեջանում եւ շատ վատ պայմաններում են նրանք գտնվում եւ իշխանությունները ոչինչ չեն անում նրանց հետ վերադարձի համար։ Բացի դրանից մենք նաեւ ունենք 40-ից ավել քաղբանտարկյալներ Հայաստանի Հանրապետությունում, սա պատմական ցուցանիշ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում նման քանակի քաղբանտարկյալներ չեն եղել։ Նրանց թվում են թե հոգևորականներ, որը նույնպես աննախադեպ դրվագեր, կյանքում չի եղել, որ սրբազաններ կալանավորվեն։ Նրանց ցանկի մեջ են նաև բարերարներ, Սամվել Կարապետյանը օրինակ, որը նույնպես եկեղեցու կողքը կանգնելու համար կալանավորվեց։ Այդ ամենին զուգահեռ մենք տեսանք, որ սրանք անլուրջ էին համարում օրինակ իմպիչմենտի գործընթացը, բայց դրան զուգահեռ նրանք ջանքու եռանց չխնայեցին, որ մի ինչ-որ փուչ գործ, որ 7 տարի ոչ քննվել է, ոչինչ չի արվել եւ այնտեղ նույնիսկ ոչ ուժող կողմ կա, ոչ մարդիկ կան, բայց նրան ուղղակի 3 օդանավականից կալանավորեցին, իսկ երբ որ օրինակ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ նա քաղաքական կշիռ չունի եւ ինչու են այլ մարդկանց չի առաջադրվել, Դավիթ Համբարձումյանը ըստ իս շատ լավ ապացուցեց, թե ինչի համար է ընտրությունը կանգառել նրա վրա, նա իր աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում եւ փաստացի կարող էր չվերադառնալ եւ իր հանգիստ կյանքը վայելել, բայց նա լինելով հայրենասեր, երբ վերադարձավ եւ շարունակում է իր պայքարը ու անկախ ամեն ինչից նա կգտնվի բանտում թե դուրս է, նա իր պայքարը ասեց, որ շարունակելու է եւ մենք նրա կողքին ենք եւ մենք իմպիչմենտի process-ը ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասցնենք իր տրամաբանական ավարտին։ Խոսել Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության եւ այլ գերիվարված անձանց մասին, որոնք Բաքվի բանտերում խոշտանգումների են ենթարկում, վերջին կառույցը, որ փոքրի շատ է, կարողանում էր այդ մարդկանց խնդիրներով զբաղվել, այցելել այդ մարդկանց եւ ընտանիքների հետ կապը պահել, Կարմիր խաչը այլևս չի գործում բռնապետական Ադրբեջանում։ Մենք տեսնում ենք խոշտանգումներ ադրբեջանական բանտում եւ տեսնում ենք ձեր լռությունը, որը անթույլատրելի է։ Ոչ միայն բռնություն են գործադրում, այլ վերջին մեզ ասած տեղեկություններով արդեն այ երանելիության պայմաններում մարդիկ ինքնասպանության փորձեր են իրականացնում։ Եվ մեր կոչն է, որպեսզի միջազգային հանրությունը ի վերջո հստակ գնահատականներ տա եւ այս իշխանությունների գործելավոճին ի վերջո վերջ դնի։ Դուք նրա համար եք, որպեսզի պաշտպանեք Հայաստանում ժողովրդավարությունը, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանին պաշտպանեք։
ԱՄՆ նախատեսում է մինչև այս տարվա վերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Միացյալ Նահանգները հանձնառու է իրագործել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական հռչակագրերն ու փոխըմբռնված մուշագրերը, փոխանցել են պետքարտուղարությունից ողջունելով Երևանի եւ Բաքվի միջև ընթացող վերջին բովանդակային երկխոսությունը եւ գործնական քայլերը, սահմանազատման, ականազերծման եւ թրիփի աջակցության համար ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։ ՊԴՊ նաև բարձր է գնահատել իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումը արտոնելու Ադրբեջանի վերջին որոշումը, նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում։ Երրորդ օրն է շարունակվում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի որոնողական աշխատանքները հայտնում են ներքին գործերի նախարարության ոստիկանությունը եւ փրկարար ծառայությունը վարկած կա, որ գնացքն է խփել երեխային։ Աշխատանքներին ըստ հաղորդագրության ներգրավված են ներքին գործերի նախարարության ոստիկանության 100 եւ փրկարար ծառայության 212 ծառայող։ Որոնումներին մասնակցում են նաև կամավորներ։ Տիգրան Հովհաննեսովը կորել է հոկտեմբերի 27-ի կեսօրին ըստ մարզպետի մայրիկի ծննդյան օրը։